Բարև ձեզ, Հայաստանի հանրային քաղաքական շրջանքների ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ եկեղեցու շուրջ զարգացումները, որոնք քննարկվում են, դիտարկվում են ոչ միայն եւ ոչ այնքան կրոնական կամ կուսակրոնական համատեքստերում, այլև քաղաքական։ Ինչպես գիտեք, նախորդին կալանավորվեց հայտնի գործարար Տաշիր գրուպի սեփականատեր Սամվել Կարապետյանը, ով ավելի վաղ Մայրաթորթ Սուրբ Էջմիածնից հանդես էր եկել հայտարարությամբ զորակցելով հայ-առաքելական եկեղեցուն, սակայն այդ զորակցական հայտարարությունը հանրային եւ իշխանական ընկալումներում դիտարկվել էր որպես մարտահրավեր, որպես ձեռնոց իշխանություններին։ Հիշեցնեմ, նա ասել էր, թե ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին եւ հայ ժողովրդի կողքին, եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին։ Արդեն նշեցի, որ հանրային եւ իշխանական ընկալումների մեջ սա դիտարկվել էր որպես մարտահրավեր, իսկ իրավապահների համար հիմք էր հանդիսացել, որպեսզի մեղադրանք առաջադրվի, նրան մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հոդվածով եւ խափանամիջոց ընտրվել է կալանավորումը։ Այս ամենին բնականաբար պիտի հետևեր եւ հետևեց ռուսական բուրըն արձագանքը, անմիջապես առաջին պլանում հայտնվեցին ռուսական քարոզչության դեմքերը, համալրված կազմով, շոու բիզնեսի ներկայացուցիչներով եւ այլն, եւ սկսվեց նրանց ելույթները անձնական վիրավորանքներով, Հայաստանի ներքին գործերին միջամտելու, անթույլատրելու կոչերով։ Մի խոսքով, բանը հասավ Հայաստանի արտգործնախարարությանը, որը հայտագիր ուղարկեց իր ռուս գործընկերներին։ Այս միջոցին տարածաշրջանային մակարդակում շարունակում է խորանալ Իրան-Իսրայել հակամարտությունը, որը Հայաստանը բնականաբար չի կարող անտեսել, հաշվի առնելով պաշտպանական սահմանափակ կարողությունները, եւ այս միջոցին Հայաստանի վարչապետը պատրաստվում է մեկնել Թուրքիա։ Սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես հիմա զրուցելու եմ վերլուծաբան Ազատ քաղաքացի կազմակերպության նախագահ Հովսեփ Խուշուդյանի հետ։ Բարև ձեզ։ Այսքան երկար նախաբանից հետո սկսենք եկեղեցու շուրջ զարգացումներից, որոնք են հիմնական պատճառները, ինչպես ես նշեցի, դրանք կրոնական կամ կուսակրոնական են, թե ավելի շատ եւ ավելի շուտ քաղաքական։ Նախ եւ առաջ քաղաքական, ես դրա մասին բազմիցս ասել եմ, այնքանով ինչքանով մեր եկեղեցու վերնախավը ցավոք սրտի քիչ կապ ունի կրոնի հետ, դավանաբանության հետ, քրիստոնեության հետ, կապ ունի բիզնեսի հետ, քաղաքականության հետ, սերտաճածեր նախկին քրեաօլիգարխիայի հետ, հա, այսպես դաշինք են ստեղծել նախկին գեղցի այդ գանձագողերը եւ այս սքեմավոր չարչիները։ Այս կոալիցիա են ստեղծել միջև հեղափոխությունը եւ ես զարմանում եմ ոնց էր մեր պետությունը դիմացել եւ չէր փլուզվել միջև 18-ին դիմացել էր, որտեղ այնտեղ զբաղված են պարզապես ուղղակի գանձագողությամբ, թալանով պետության եւ հասցրին են օրին, որ դիմադրողականությունը դրիվ կորցրել էր պետությունը եւ լրիվ կախված լինելով Ռուսաստանից մի կողմից, մյուս կողմից էլ ներքին ինստիտուտները, այդ թվում բանակը եւ այլն քայքայել են, դրա համար պատվեցինք պատերազմում։ Եվ մենք անդադ, երբ որ նոր իշխանությունը եղավ հեղափոխությունից հետո եկավ, անդադ պահանջում էինք նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից, այդ թվում տնտեսական ոլորտներում։ Ինչ է նշանակում, կոպեկներով հերիք չի ամեն ինչ հանձնել են Ռուսաստանին, եւ Ռուսաստան շարունակում էր սեփականատեր հանդիսանալ նաեւ էներգետիկայի մի զգալի հատվածում, այդ թվում էլեկտրացանցերի մեջ, հա, նո այս դեպքում իդեմս իր ներկայացուցիչ մի օլիգարխի անկախ նրանից, որ հայազգի է եւ որոշակի նաեւ դրական բաներ է արել Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ եւ այլն, հա, շատ լավ է, բայց ամեն դեպքում ինքը անկախ չէր եւ ինքը միլիարդատեր լինելով նաեւ Forbes-ի գնահատականներով ինքը նաեւ այդ միլիարդները Ռուսաստանում է ունեցել կուտակել եւ Ռուսաստանում էլ զգալի մասը միջև հիմա պահվում է եւ հենց այդքանով էլ ինքը ամբողջությամբ ռուսական FSB-ի ազդեցության տակ է անկախ նրանից ուղիղ համագործակցում է նրանց հետ թե չէ, բայց այդ ազդեցությունը կա, այնտեղ չկա մարդ, որ միլիարդ ունենա եւ FSB-ն այնտեղ եկած չլինի, ասած լինի տղա ջան, դու խելոք պետք է անես ինչ որ մենք երբ որ պետք լինի եւ ինչ որ կասենք։ Այսինքն նա ոչ թե եկել էր, այլ նրան ուղարկել են։ Ես կարծում եմ, որ այո, պատահական չի, հենց ինքը սեփականատեր դարավ ժամանակին այս հեծերին։ Չեմ կարծում իրեն 1000 տարի պետք էր գլխացավանքերի մեջ։ Այն որ ինքը տենց հեշտ ասում է թքած ունեմ այդ հեծերի վրա, իդեպ, հա, մեկն էլ ասում էր Տաշիր պիցաներից չօգտվենք, թե վաղ մսո չգիտենք, էլ ինչ կասի, ինչի վրա թքած ունի, բայց համենայն դեպս ինքը իրոք այն գլխից էլ առանձնապես հետաքրքրված չի եղել դրանով։ Ասել են, դու ես հարմար, գնա վերցրա։ Եվ այն, որ հիմա աղմուկ է բարձրացել ռուսական մամուլում, մի մոտ հարց է առաջանում։ Բա այդ Ռուբեն Վարդանյանը, որ Ալիևը տարեփակել է Բերդում, ահագին ժամանակ էսքան։ Ընդ որում էլի իրենց գործուղացներ։ Ինչի՞ չեն տեր կանգնում, ինչի՞ չեն միա ծպտուն բարձրացնում։ Ասացին, որ Ռուբեն Վարդանյանը Ռուսաստանի քաղաքացի չէ, անձնագիր է։ Հա, ինչ կապ ունի։ Բայց իրենց օլիգարխն է, իրենց
բանն էր, փողերի լվացման կենտրոններից մեկն էր։ Դա միջազգային մամուլում մի քանի անգամ հրապարակվել է, այդ փաստերը բերվել են։ Money laundry հատուկ հոդված բան է հավիլ մասին։ Իրենց հետ սերտաճած օլիգարխներից մեկն էր։ Ինչի չեն տեր կանգնում, ասեմ ինչի։ Որտեվ չեն կարող։ Ալիևին մի հատ թթուխոս չեն կարող ասել։ Իսկ ինչի ոչ թե նրա համար որ Ալիևը հարուստ է։ Կան շատ ավելի հարուստ երկրներ, որոնց հետ Ռուսաստան լավ էլ նենց կարողանում է քյալլա տալ, հա, որ ասում են։ Այլ որովհետև Ալիևը բոլոր ռուսական գործակալների ոտը կտրել է Ադրբեջանից եւ ինքնիշխան պետություն է ստեղծել։ Ռուսաստանը այնտեղ ազդեցություն չունի։ Այ միայն դրա պատճառով, որովհետեւ իրանք գիտեն ինչքան էլ այնտեղ խոսան, ում համար են խոսում։ Հիմա այնտեղ խոսում են, որ Հայաստանում ինչ որ գեներացնեն իրենց գործակալական ցանցերի, ազդեցության գործակալների 5-րդ Շարասյան ազդեցությունը մեծացնեն եւ ինչ որ մարդկանց հասարակությանը տրամադրեն հակաիշխանական, հակապետական տրամադրություններ ստեղծեն եւ իրենց խամաճիկին կարողանան բերեն։ Ադրբեջանում այդ սցենարը չեն կարողանել, դրա համար սուս սպասում են։ Դե կարողանան բերեն, այսինքն այսպես պատկերավոր ասած հայկական Իվանիշվիլի սցենար։ Դե այնտեղ չեն էլ թաքցնում, հա, այն որ կարող է երկրորդ Իվանիշվիլին դառնա, բայց այստեղ մի նրբություն կա։ Հայկական Իվանիշվիլի դառնալու համար քիչ է այստեղ մի հատ դալմամոլ կառուցել, մի քանի գործարան կառուցել, ցեխ կամ ավելի շատ այսպես գործարանել չէ, հա, մի քանի ցեխ կառուցելը քիչ է։ Իվանիշվիլին 1-2 տարի մի ամբողջ վրացական վերնախավի ֆինանսավորում էր, մտավորականների, քաղաքական գործիչների թոշակ էր տալի բառից բուն իմաստով, 100 միլիոնավոր դոլարներ էր ծախսել դրա վրա, այդ մեկ։ Ինքը լուրջ հեղինակություններ Վրաստանի հասարակության մեջ, որտեղ նաև Ռուսաստանում շատ հարցերում պաշտպանում էր վրացական շահերը։ Հիմա հենց հարց եմ տալիս։ Մենք ունենք մի փայլուն հայազգի մարդ, մեծահարուստ, ասեք օլիգարխ, ինչ որ իմաստով ժամանակին նաև օլիգարխ էր, որտեղ Լավրովի եւ այլոց հետ շատ մտերիմ էր, Լևոն Հարապետյանը։ Լևոն Հարապետյանի գլուխը կերան բառից բուն իմաստով Պուտինը Եվ այսօր այն մարդիկ, որ միտինգներ են անում Սամվել Կարապետյանին, ոչ մի բան չեն արել, ընդամենը 2 ամսով կալանավորել են։ Հա, չգիտեմ, օրինական է, օրինական չի, թող իրավաբանները բաները խոսան դրա մասին, պետք է հասկանալ։ Հարցը դա չի։ Այնտեղ մարդուն սպանեցին բարոստուն։ Մի հատ բողոքի ցույց, մի հատ բողոք լսեցիք այստեղ այդ մարդկանցից։ Ոչ մեկ մի հատ ծպտուն չանեց։ Նույն Սամվել Կարապետյանը մի բան արեց, որպեսզի այդ հայ մեծահարուստը, որ հսկայական ներդրում էր ունեցել մեր ազգային խնդիրները լուծելու համար, ի տարբերություն Սամվել Կարապետյանի, անչափելի է այն ինչ որ արել է Լևոն Հարապետյանը Արցախի համար, Հայաստանի համար։ Լևոն Հարապետյանը Լավրովի հետ հարաբերությունները փչացավ, երբ որ Լավրովի պլանով ուզում էին Արցախը պես առանց ոչ մի կարգավիճակի հանձնել Ադրբեջանին, ինքը այդ ժամանակ լավեց իր հարաբերությունները Լավրովի հետ։ Հայրն ասեց մարդը դա է։ Այ այդպիսի մարդուն կարող է հույս ունենա, այն այստեղ Իվանիշվիլի երկու սարքեն, բայց այդպիսի մարդը մեզ վտանգ չէր ներկայացնելու, բացի նրանից, որ իրավունք չէր ունենալու զբաղվել Հայաստանի քաղաքականությամբ, որտեղ ամեն դեպքում Ռուսաստանի քաղաքացի էր։ Այ սխալ են հաշվարկում։ Կրեմլում նստած այդ Կիրիենկոին, որ նշանակել են հիմա կուրատոր, սխալ են հաշվարկում։ Մի անգամ փորձեցին Կարեն Կարապետյանին բերեն այստեղ, չստացվեց, տապալվեց պրոյեկտը, որտեղ ժողովուրդը հեղափոխությամբ իր ձեռքը վերցրեց իշխանությունը։ Նույն պլանավորմամբ մի ցախողված փորձել կա, չէ, Իվանիշվիլի, հայկական Իվանիշվիլու, չեք հիշում, 2013 թվականն էր, 15 բուրժուա դեմոկրատական հեղափոխությունը, հայտնի քարյակը, այդ քարյակի մեջ նաև ժառանգությունը, դուք այն ժամանակ չեմ։ Այո, ժառանգության մեջ եմ եղել։ Հետո վերջը ավարտվեց հանրապետականների հայտնի ժողովը հիշում եք, այդ սուր ելույթները եւ ավարտվեց ինչով, որ հայկական Իվանիշվիլին հեռացավ քաղաքականությունից։ Ցավոք սրտի, այն ժամանակ Գագիկ Ծառուկյանը իրականում շատ թույլ գտնվեց այդպիսի կարգավիճակ ստանձնելու համար։ Կարծեմ նույն Սամվել Կարապետյանը դերակատարություն ունեցավ, թե ես լավ չեմ հիշում։ Հա, ինչ որ տես խոսակցություններ կար, իդեպ մենք այն ժամանակ չենք դիտարկում նրան զուտ որպես Ռուսաստանի ներկայացուցիչ, այլ եթե ժառանգությանը մեջ բերեցիք, այլ դիտարկվում էր, որ միակ մարդ, որը որ ռեսուրս ունի բավարար հանրապետականի դեմ կոնսոլիդացնելու այդ պահին արդեն մի խոսքով կարող թուլացած այլ ուժերի։ Հիշեցի պարզապես որպես ցախողված փորձ այդ։ Հա, էլի են եղել, բա 20 թվականի նոյեմբերի 9-ը։ Էլի Լավրովի պլանի շարունակությունն էր, չէ՞։ Լավրովի պլանի ինչի մասին էր։ Մենակ Արցախը Ադրբեջանին հանձնելու մասին չէր։ Նաև այդ արդյունքում դրա կամ դրա հետևանքով Հայաստանի վրթովմունքը Հայաստանի ներսում վրթովմունքը օգտագործելով Հայաստանում իշխանապողություն անել եւ իրենց խամաճիկներին բերել իշխանության։ Դրա համար փորձ արվեց սպանել, չէ՞, ժամանակ բառից բուն իմաստով վերնախավ ղեկավարության ուզում են սպանեն, Արարատ Միրզոյանին էլ արդեն քիչ էր մնում սպանեն։ Ամենից իրենք մտածում էին, որ սպանել են, դրա համար հանգիստ թողեցին։
Բայց որ ասում եք սխալ են հաշվարկում, իսկապես ինչպես են հաշվարկում, ասենք նույն Սամվել Կարապետյանը, հա, բիզնեսի գիտելիքներ, փորձառություն, հաջողություն եւ այլն ամեն ինչ կա, հասկանալի է, բայց քաղաքական գործիչ որպես քաղաքական գիտելիքներ, ես չգիտեմ, կա թե չկա, եթե ինքն է ասում, եթե քաղաքական գործիչներ չհաջողեն, մենք մեր ձևերով, այսինքն մենք քաղաքական գործիչ չենք։ Եվ սա մեկ, մյուսը, եթե վեհապար Հայրապետին նա ընդհանրապես սահմանադրությամբ քաղաքականությամբ զբաղվելու իր։ Այսինքն այս մարդկանց երբ որ բերում են առաջին պլան, սրանով չեն ուժեղացնում գործող իշխանության վարչապետի դիրքերը։ Հաշվարկը ո՞րն է, չեմ հասկանում։ Ну, ամեն դեպքում պետք է հաշվի առնել, որ մեծ ֆինանսների մասին է խոսքը եւ մեծ խավ կա, որոնք որ այսպես կախված են ֆինանսապես Սամվել Կարապետյանից եւ դա է Ռուսաստանը փորձանում օգտագործել։ Իսկ այն որ ասում եք քաղաքական գիտելիքներ, այնպես չէ որ Ռուսաստանի վերնախավը այնց ուժեղ քաղաքական գործիչներ են։ Իսկ իրենք ոնց են հայտնվել այդտեղ։ Ոնց որ ժամանակին այստեղ ջեպկիրներն էին դառնում իշխանավոր։ Հովիկ Աբրահամյանը ճիշտ էր ասում, պաստորեն։ Իրենց մասով, այն որ ասում էր քաղաքական գործիչներն խելք պետք չի, հա, իրենք միշտ դրանով են առաջնորդվել։ Եվ դրա արդյունքում է որ Մարգարիտա Սիմոնյանը հելնում էր ասում էր դե Ուկրաինան գրավել ինչ 3 օր, այդ է իրանց հաշվարկը։ Հասկանում եք, որովհետև քաղաքականության հետ կապ չունեն։ Իրանք իրար կենացներ ասելով, տենց ուռա ասելով գնացել են առաջ, իրանց թվացել է որ այդ հսկայական տերությունը, որ ընկել է իրանց ձեռքը որպես գործիք եւ հարստանալու միջոց, նկատի ունեմ Ռուսաստանը։ Դա բավարար է որ ցանկացած հարց իրենց արժեվ դնեն եւ 3 օրում լուծեն, բայց տենց չի։ Եվ այնտեղ քանի որ վատասերում է տեղի ունեցել, այսինքն բնական ընտրություն չի եղել։ Ժողովրդավարությունը ինչով է լավ ավտոկրատիայից, որ ժողովրդավարության ընթացքում բնական ընտրություն է տեղի ունենում։ Լավերը համեմատաբար առաջ են գնում, իսկ ավելի թույլերը քաղաքական իմաստով չեն կարող առաջ գնալ, ովքեր որ խելք չունեն, շատ խելք չունեն Հովիկ Աբրահամյանի ասած, երբեք չեն դառնում ղեկավար։ Եվ այնտեղ խելք չունեցողները դառել են ղեկավար, ճիշտ է, հարուստ երկրի ղեկավար են դառել, դրա համար շատ լծակներ ունեն, բայց ամեն անգամ սխալ հաշվարկների անգամ տանուլ են տալիս ամենտեղ։ Եվ Վրաստանում, եւ Ուկրաինայում, եւ Մոլդովայում։ Վրաստանում հիմա հետին թվով միայն իրենց թվում է թե հաջողել են, որ ինչ որ իմաստով կարողանում են Իվանիշվիլիի միջոցով հակաեվրոպական հակաարևմտյան բաներ տարածել, բայց մեկը ժողովուրդը Վրաստանի այնպիսի հակառուսական տրամադրություններ ունի, որ կյանքում այնտեղ չեն հաջողալու ինչ որ լուրջ պրոռուսական բան բարձրացնել։ Հենց որ այդտեղ են իրենք ձախողել եւ նույնը Հայաստանում իրենք ձախողելու են։ Եվ այո, հիմա Հայաստանը շատ ավելի անկախ է, քան 20 թվականներ, առավել եւս քան 18 թվականներ, նույնիսկ այդ հեղափոխական էյֆորիայի արժեքը չթերագնահատելով կարող ենք ասել, որ հիմա պակաս կախված է, մանավանդ այս տարիների ընթացքում կամած այդ թելերը կտրվեցին, այդ թվում նաեւ իրենց օգնությամբ, ռուսների օգնությամբ, երբ որ զենք դատարացեցին մեզ մատակարարել, իսկ զենքի մատակարարումը կախվածության ամենամեծ լծակներից մեկն է։ Հիմա մենք զենքը ստանում ենք Արևմուտքից, Հնդկաստանից, այդ դրանով որ կախված չենք Ռուսաստանից, ավելի շատ անկախ ենք։ Բայց հեծի սեփականաշնորհման գաղափարն էլ պիտի դիտարկել որպես Ռուսաստանի ազդեցության նվազման գործիք որպես թե մեծ ավելի ռազմավարական տնտեսական նախագծի բաղադրիչ։ Միանշանակ, մենք անընդհատ պահանջում ենք իշխանություններից, որպեսզի ապացուցեք, որ դուք իրոք ուզում եք Հայաստանը անկախացնեք, դուք պետք է քայլեր ձեռնարկեք տարբեր այդ կախվածությունները Ռուսաստանից վերացնելու։ Այն ինչ որ իրենք անում են, մի քիչ դանդաղ։ Մենք իրենց քննադատում ենք, ասում ենք դանդաղ եք անում։ Հիմա լուրջ քայլ արվեց, ես սպասում եմ, որ ավելի շուտ դա Գազպրոմին վերաբերեր, որովհետև ընդ որում ես հրապարակային էլ կարծեմ ասել եմ, քանի դեռ Գազպրոմի ակցիաները այդքան ընկած են, շատ էժան է հիմա, գուցե այդ առիթը օգտագործեն, գնենք այն փայաբաժինները, որը վերաբերում է այս Հայրուս Գազարտի իրավահաջորդ Գազպրոմ Հայաստանը, հա։ Հիմա իրենք ասում են, որ չէ, չկպնեն Գազպրոմը վտանգավոր է, հա, դե ամեն դեպքում Գազպրոմի ղեկավարը Պուտինի ամենօրյա շփման մեջ է Պուտինի հետ, հա։ Իսկ այս մարդուն ոնց որ Լևոն Հարապետյանին, երբ որ որքան ես գիտեմ Սերժ Սարգսյանը ժամանակին այդ որ բռնած էին, ինչ որ այնքան են այստեղ ճնշել Սերժ Սարգսյանին Արցախից որոշ մարդիկ եւ այլն, որ դիմել է Պուտինին, ասել է ինչ կլինի այդ մարդուն մի բան անենք, նա ասել է իսկ ով է, չեմ ճանաչում։ Հիմա վաղ կարող է Սամվել Կարապետյանի հարցով մեկ այնտեղ բան անի, ասում ով է, չեմ ճանաչում, Ռուբեն Վարդանյանին։ Շատ հավանական է, ինչ որ մարդիկ ասում են, բայց ամեն դեպքում ռուսական քարոզչական դեմքերի այս ելույթները կարող էին լինել առանց ճանաչելու եւ առանց։ Հիմա, բա վաղը որ տեսնեն տապալվում է, որպեսզի իրենց վրա չվերցնեն այդ պարտության բեռը նաեւ, ասում չեք ճանաչում։ Եվ Սամվել Կարապետյանը այդ պետք է հաշվի առնել, երբ որ մտնում էր այդ ամեն ինչի տակ։ Իսկ ռուսական քարոզչության դեմքերից խոսեցինք, Հայաստանի արտգործնախարարությունը հայտագիր է ուղարկել սա եւ վեճ թե էլի պիտի շարունակվի էս։ Ուրեմն այդ հայտագրեր ուղարկելուց բացի եւ շատ ավելի կարեւոր,
պետք է իրենց խոստումը կատարեն։ Հայաստան իշխանությունները ասել են, հենց Նիկոլ Փաշինյանը, որ եթե շարունակվի ռուսական, կենտրոնական հեռուստաընկերություններով հակահայկական, հակապետական քարոզչությունը, մենք դրան կարգելափակենք։ Ընդ որում դա նաև խախտում է միջպետական պայմանագրի, չի իրավունք չունեն իրենք նման քարոզչություն ծավալեն Հայաստանի դեմ։ Այն ինչ որ հիմա ծավալում են։ Ինչ էին անում Հայաստանի իշխանությունները։ Այսպես կետային, հա, այ Սոլովյովներ ավել պակաս բաներ խոսում, եկեք իր հաղորդումը արգելափակենք։ Ու հիմա ասում են, դե Սոլովյովի հաղորդումը մեկ է մեր մոտ չեն նայում։ Կներեք, էլի։ Հեռուստաընկերությունը փակեք, որ իրենք իմանան, որ չի կարելի նման բան անել։ Ոնց որ բոլոր մնացած երկրները հետխորհրդային արել են, Ադրբեջանը ներառյալ, բոլորը ոչ միտեղ ռուսական հեռուստաընկերություններ չկա բացի Հայաստանից։ Եվ հենց Հայաստանի դեմ է, որ իրանք ամենալկտի ձևով փորձում են միջամտել։ Դա ուղիղ կապի մեջ է, եթե չեն հասկանում մեր իշխանությունները։ Ուրեմն այս լավ առիթ էր, ոչ թե պետք է նոտա ուղարկել, ստատուսներ գրել։ Պետք է ասել, այստեղներից հասավ, 1000 անգամ զգուշացրեցինք, ձեր կանալներով մեր պետության ներքին գործերը մի խառնվեք, խառնվեցինք, կփակենք։ Դե փակեք։ Մանավանդ այդ նույն միջպետական պայմանագրերով հեռուստա հեռարձակումների վերաբերյալ Ռուսաստանն էլ պարտավորվել է հայկական հեռուստատեսությունը Ռուսաստանի ամբողջ տարածքով սփռել։ Պատճառներ են բերել, որ դա հնարավոր չէ։ Դե հնարավոր չի, մեստեղ էլ հնարավոր չի, ուրեմն խախտում են պայմանագիրը, մենք էլ չեղարկենք, բրցնենք։ Առաջիկա ժամանակներում, առաջիկա շաբաթներ, օրեր, ամիսներ ինչ զարգացումներ սպասել։ Փոքր դադարից հետո շարունակենք, կվերադառնանք վայրկյաններ անց։ Իշեսեմ Սազազ Ռուստեֆրի նյուզի եթերում ես զրուցում եմ վերլուծաբան Ազատ քաղաքացի կազմակերպության նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ։ Վերջին հարցային էր, թե ինչ սպասել առաջիկայում Հայաստանի ներքաղաքական դաշտում, ինչ զարգացումներ, բևեռացումներ, սրացումներ։ Նույնիսկ թայմինգը, ժամկետները սխալ են հաշվարկել նման ակտիվացումներ իրականացնելու համար Ռուսաստանում։ Հիմա Հայաստանում, ինչպես եւ միշտ, սկսում է հանգստի սեզոնը։ Դուք լավ հիշում եք, որ մեր քաղաքական գործիչները, հատկապես քրեա օլիգարխիայի ներկայացուցիչները, հենց որ իրանց հանգստի ժամը գալիս է, իրանք պետություններ են մոռանում, ազգային շահերներ են մոռանում, իրանք պետք է գնան ծովափ, իրանք պետք է գնան դրսի կազինոներ, իրանք պետք է գնան հանգստանան, որտեղ այդ սուրբը, դա սվիտոյ է, որ ասում են իրանք լեզվով ասած։ Իրանք համար դա սվիտոյ է։ Այն մնացածը հոբի է, ձեռի հետ պայքար քաղաքական բան, կստացվի, չի ստացվի, փողերը կա, կայֆերը կա։ Կզբաղվեն էլի ինչ 1000 տարի պետք է հուլիսի շոքին ինչ որ միտինգներ անեն։ Կամ անձրևի տակ, ասում են անձրևա, ինչ միտինգ։ Անձրևի տակ ո՞նց կարելի է միտինգ անել։ Գնաց սեպտեմբերն էլ, հա։ Սեպտեմբերին հեսա թեժ աշուն հայտարարեն, թեժ աշուն, գնանք հանգստանանք, գանք թեժ աշուն անենք։ Մի քիչ թեժ կլինի, հետո արդեն ամանորի տոներ բաներ։ Հա, միջև այդ թեժը տեսնենք նաև ինչ բացահայտումներ կլինի, որտեղ ես վստահ եմ, որ եւ եկեղեցու մասով, եւ այս հայկական էլեկտրացանցերի մասով բազմաթիվ բաներ կա, որը որ իրոք կներեք էլի Հայաստանը դրել են եսի ինչի տեղ։ Ասենք ինչ նշանակում կառավարության նիստի ժամանակ լույսեր անջատվի, ինձ որը մի անգամ չլինի։ Ինչ նշանակում ես մեր տանը կոմիտասում նստած, այտենց օր չկա, որ համակարգիչս չանջատվի։ Ճիշտ է, բարեբախտաբար չի փչանում, որտեվ համապատասխան սարքավորումները դրել եմ, կներեք, ամեն մարդ այդ հնարավորությունը չունի։ Որոնց դա UPS դնի, տատանումների դեմ բան դնի։ Հա, այդ էլ լրացուցիչ ծախս եմ արել, որ իմանալով ումա պատկանում հեծերը եւ որ այս վիճակում միշտ լինելու ենք։ Քանի դեռ այդ մարդունն է, քանի դեռ Ռուսաստանինն է։ Բայց ինչքան կարա դա շարունակվի։ Դա ներդրումներին խոչընդոտող բան է։ Մարդիկ որ գիտեն, բերել են այստեղ գործարան դնեն անպայման մի հատ էլ առանձին էլեկտրոստանցիա կողքը պետք է կառուցեն, որ հոսանքները անդադ չկտրվի։ Ով ներդրում կգա կանի։ Դա սաբոտաժի բուն է իհարկե։ Էլ չեմ ասում, որ մարդկանց դժգոհություն, սոցիալական լարվածություն։ Հիմա է ասենց, բանտրություններից առաջ ինչ էին անելու։ Տնելու են անդադ համատարած, ասեն դե տրանսֆորմատորներ չի ձգում։ Համատարած ժողովուրդներ հո չէր ասելու, Սամվել Կարապետյանը չէր պահանջելու, ասելու էր իշխանություններն էս ինչ եք սարքել, բարդակա։ Հոսանք չունենք անդադ անջատվում է։ Եվ բնական է, որ այդ անկախության գինն է դա, որ դու պետքա քո բաները տնօրինես, ենթակառուցումներ ռազմավարական։ Եվ դա վերաբերում է ոչ միայն հոսանքին, դա նաև վերաբերում է գազին եւ մնացած բոլոր ենթակառուցումներին։ Եվ այն որ հիմա նույն Վեոլա ջուրը, չնայած դա էլ ֆրանսիացիներին է պատկանում, բայց կներեք, այդ հսկայական կորուստները, որ արձանագրում են եւ լուրջ ներդրումներ չի արվում, այդ էլ մի ուրիշ հարց է, որ պետք է ուսումնասիրվի։ Եվ մնացած բոլոր ենթակառուցումները։ Անցնենք առաջ, տարածաշրջանային մակարդակով շարունակում է խորանալ, լարվել, սրվել Իսրայել-Իրան հակամարտությունը, սա մենք հաշվի չառնել չենք կարող, ինչ վտանգներով է հղի խորացումը։
Ցանկացած պատերազմ տարածաշրջանում տարածաշրջանի որևէ երկրի շահերից չի բխում։ Ով շահեց այս պատերազմի արդյունքում, հա? Նավթի գները սկսեցին աճել։ Պարզ է, որ շահեցին Ռուսաստանը, այդ մասով նաև Ադրբեջանը, ովքեր որ նավթ արտահանող երկրներ են։ Պարզ է, որ ձեռ չի տալի Հայաստանին, որ Իրանի դիրքերը թուլացան էապես, որտեղ առանց հետո տարածաշրջանում տարբեր ուժեր չեզոքացվեցին, անկախ նրանից ոնց կարող ենք վերաբերել այդ ուժերին, շատ դեպքերում որպես ահաբեկիչների, նաև ոնց որ Համասն է եւ այլն, հա, կամ պրոքսիներ, ոնց որ Հեզբոլլահն է, կամ հուտիները այնտեղի եւ այլն, հասկանալի է, բայց ամեն դեպքում Իրանի դիրքերի թուլացումը վակուումի չի բերում, բերում է նրան, որ դա լցվում է այլ ուժերով։ Դա լցվում է մասամբ Թուրքիայով, ոնց որ Սիրիայում տեղի ունեցավ, մասամբ էլ Իսրայելով, այդ թվում Սիրիայում, հա։ Երկուսն էլ նշ չի, որ Հայաստանի հետ բարեկամ երկրներ են, ի տարբերություն Իրանի։ Բնականաբար այդքանով Հայաստանի համար վնաս է։ Հիմա անկախ նրանից, գիտեք, մենք ոնց ենք վերաբերում Իրանում արկա ռեժիմին, հա, պարզ է, դա նշ չի, որ առաջադեմ ռեժիմ է, հա։ Բայց հիմա մեզ ավելի շատ կարևոր է մեր ռազմավարական իրավիճակը տարածաշրջանում եւ Հայաստանի դիրքերը։ Մենք այդ դիտակետից ենք նայում, հա, նույնը Միացյալ Նահանգները, երբ որ Սաուդյան Արաբիայի հետ սերտագույն կապեր է հաստատում, շատ չի խորանում, որ այնտեղ հետադիմական մի հատ ինչ-որ ռեժիմ է նստած։ Եվ ել չեմ խոսում նրա մասին, որ Իսրայելը բավականին այսպես ագրեսիվ եւ ոչ հումանիստական տեսակետից ոչ ճիշտ մոտեցում դրսևորեց։ Հերիք չի Գազայում էր ռմբակոծում մի ամբողջ շենքեր էր ոչնչացնում եւ ինչ որ մի համասական սպանելու համար կարող է մի ամբողջ շենքը ոչնչացնել եւ արդյունքում 40-50 հազար զոհ կա, այդում մեծ մասը կին երեխա, հա։ Հիմա նույնը Իրանում են անում, ասենք մի ինչ որ ֆիզիկոսի սպանելու համար, մի գեներալի սպանելու համար մի բնակարաններ, եթե ոչ շենքեր, ոչնչացնում են, եւ դա իհարկե ոչ մարդասիրության, ոչ միջազգային իրավունքի հետ ոչ մի կապ չունի, այն ինչ որ անում են, եւ առանց հետո իրենց բավականին Բարսաշչյան Պաշտոնյանները Իսրայելի արդեն միջազգային Հաագայի դատարանով հետախուզվում են։ Այդ թվում նախկին պաշտպանության նախարար Հոլանն է, ել չեմ խոսում հենց նույն Նետանյահուն, հա։ Այսինքն նա միջազգային հանցագործի հետ գործ ունենք։ Իդեմս Նետանյահուի։ Հա, բայց ամեն դեպքում մենք պետք է հասկանանք, որ նաև Իսրայելի հասարակությունն չի աջակցում, չսիրելով Նետանյահուին, ներքին բաներով վաղուց կուզենային հանեին իրեն, եւ իդեպ լուրջ խնդիր կա, ով թույլ տվեց հոկտեմբերի 7-ի այդ իրադարձությունները, երբ որ Համասը այդպես հեշտ մտավ 1000 հոգի մարդ սպանեց, հա, ուրա հետախուզություն չկար, պաշտպանություն չկար եւ այնտեղ կասկածներ կա, որ հատուկ թողել էին եւ պայմանավորվածություն կար ըստ էության նաեւ, որպեսզի Նետանյահուն կարողանա այդ օպերացիան սկսի եւ իր իշխանությունը պահպանի, հա։ Բայց նույնիսկ այդ պայմաններում հիմա համախմբում կա իսրայելական հասարակության մեջ այս գործողություններին աջակցելու հարցում, ինչի որտեվ ամեն դեպքում Իրանը բարձ խոսանք միշտ սպառնում էր, որ պետք է ոչնչացնի Իսրայելին։ Իսկ դա առիթ է, իհարկե դա կազուս բելի է ըստ էության, եթե մանավանդ վտանգ կա, որ միջուկային զենք ստեղծի։ Ուզում եմ ասեմ, որ օբյեկտիվ որպես վերլուծաբան, երբ որ դիտարկում ենք, հասկանալի է, որ Իսրայելի պահանջներն էլ էր լեգիտիմ դադարեցնելու միջուկային զենքի համար այդ ուրանի հարստացումները, ինչը նաև արևմուտքի աջակցությունը ստացավ, եւ արևմուտքի նաև մեր դաշնակիցների, նույն Ֆրանսիայի, հա, եւ մենք պետք է հասկանանք, այնպես չի, որ ֆրանսիացիները օժանդակում են միջազգային հանցագործ Նետանյահուին։ Նրանք օժանդակում են այդ լեգիտիմ պահանջը դադարեցնել այդ միջուկային ծրագիրը, անկախ նրանից, որ մենք ցավոք սրտի ունենք Պակիստան, որը որ շատ ավելի հետադիմական երկիր է, բայց ունի այդ միջուկային զենքը, եւ նաեւ նույն Իսրայելը, որը որ չի միացել միջուկային զենքի չտարածման այդ պայմանագրին, գիտեք։ Հիմա Միացյալ Նահանգները Թրամփը բարդ ընտրության առաջ է կանգնած միանալ Իրանի նկատմամբ օդային հարվածներին, թե չմիանալ։ Եթե միանում է, կորցնում է իր խաղաղություն ստեղծողի այդ peacemaker-ի, հա, դեմքը, չգիտեմ, ամերիկան ամենից առաջ կարգախոսն է արժեզրկվում եւ այլն։ Ամենավտանգավորը կլինի, եթե Իրանը որոշի փակել Հորմուզի նեղուցը եւ սկսի հարվածել նաեւ ինչ որ նավթահորերին եւ այլն, եւ դա միջազգային տնտեսությանը մեծ հարված կլինի։ Եվ դա նավթի գները կտրուկ հիմա հələ մի քիչ են բարձրացել։ Այն ժամանակ կտրուկ կավելանա, որտեղ Պարսից ծոցը նավթի մատակարարների մեծ մասն է աշխարհի ապահովում։ Եվ դա
Ռուսաստանի համար փրկություն է եւ նշանակում է, որ Ուկրաինայի համար է վատ, Հայաստանի համար է վատ, որտեղ եթե հանգարց Ուկրաինայում հաջողի Ռուսաստանի, իսկ դրա համար իրեն փողն է պակասում այսօր, նշանակում է, որ կարող է ավելի կոշտ գործողությունների դիմի նաեւ մեր մոտ, ավելի համարձակ քայլեր անի, այն ինչ որ հիմա չի համարձակվում անի, բացի այդ մի քանի Սալավիովների եւ մի քանի լրատվամիջոցների հետ հարձակումից մեր ինքնիշխանության վրա, ուզում եմ ասեմ, որ ամեն ինչը փոխկապակցված է եւ չգիտեմ կոնգրեսին, որը դեմ է, որ Միացյալ Նահանգները միջամտեն, կհաջողվի կանխել Տրամպի այսպես ինքնագլուխ քայլերը։ Դա շատ կարևոր է, որ Միացյալ Նահանգների ժողովրդավարությունը իսկ այնտեղ հարցումներ է արվել եւ մեծամասնությունը բնակչության դեմ է, որ Միացյալ Նահանգները ընդհանրապես խառնվի, հա։ Նույնիսկ հանրապետականների 51-52%-ն է դեմ, հա, էլ չասած ժողովրդավարների, այն տրամադրությունները ժողովրդի նկատի ունեմ, ձախականները ընդհանրապես 80%-ով դեմ են, 80-90%-ով։ Եվ նման պայմաններում իհարկե Տրամպի որոշումից շատ բան է կախված լինելու, բայց հետաքրքիր է, որ Թուրքիան բավականին այսպես հետևություններ է անում եւ Էրդողանի վերջին հայտարարությունները, որ այն բալիստիկ հրթիռների վրա պետք է շեշտադրում անեն։ Իդեպ ասեմ այն խոսակցությունները, որ հա լավ է, հեսա Իսրայելը նաև անցնելու է Թուրքիային բան, բացառում են նման բան, որ Իսրայելը ինքը որոշի ինչ որ Թուրքիային հարվածել։ Ուրիշ հարց, որ Թուրքիան ավելի քիչ հավանական հիմա կհարվածի Իսրայելին, տեսնելով Իսրայելի հնարավորությունները օդում։ Իսկ այս նույն առավելությունը, ինչ որ Իսրայելը ուներ ավիացիայի տեսակետից բանի հանդեպ, ուրեմն Իրանի հանդեպ, ոչ այդ մասշտաբի, բայց ունի նաև Թուրքիայի հանդեպ, որովհետև Թուրքիայում F-16-երն են, իսկ ինքը ունի F-35-եր։ Ճիշտ է, Թուրքիայի ավիացիան բավականին զարգացած է, բայց Իսրայելը կարծում եմ ցույց տվեց, որ Թուրքիան չի կարող համարձակվել իրեն հարվածել եւ իր հետ բախվել Սիրիայում։ Տեսնենք ինչ կլինի, իսկ այս միջոցին Հայաստանի վարչապետի այց Թուրքիա սրա հետ կապված ինչ դիտարկումներ կարևորություն այն որ Հայաստանը հայտնվել է այսպես Իսրայելին դատապարտող երկրների շարքում, մեզ դնում է այդ նույն շարքում ինչ որ Թուրքիան է։ Եվ բավականին դրական էր, որ մենք վերջերս նաև ճանաչեցինք Պաղեստինի անկախությունը։ Ըստ էության դա հեշտացնում է հայ-թուրքական ուրեմն երկխոսության ձևավորումը եւ հարաբերությունների կարգավորումը։ Չեմ ասում հաշտեցումը, որտեղ հաշտեցումը ենթադրում է զղջում նաև ցեղասպանության հարցում եւ այլն, բայց հաշտեցումը հաջորդ փուլն է լինելու։ Հիմա առնվազն դիվանագիտական հարաբերությունների հաստատում եւ թուրքական սպառնալիքի նաև վտանգների լավ նվազեցում, որտեղ ամեն դեպքում սպառնալիք որպես այդպեսին ձևակերպված չկա Թուրքիայի կողմից, կա Ադրբեջանի կողմից, եւ սահմանների բացում, որպեսզի մենք նաև այս վտանգավոր փակուղուց կարողանանք լոգիստիկ փակուղուց կարողանանք դուրս գանք, տեսեք, հիմա արդեն փոխվարչապետն էլ ասաց, որ լոգիստիկ խնդիրներ ունենք Իրանով բաներ ապրանքներ ստանալու տեսակետից եւ դա անխուսափելի է։ Հիմա Վրաստանում էլ տեսնում եք ինչ օրիներ են բերում գլխներիս մեր ապրանքների հանդեպ, ընդ որում ոչ միայն կոնյակի, հա, նույնիսկ ես գիտեմ բան կահույքի նույնիսկ փորձակնություն են հայտարարել, կահույքով ֆուրերը կանգնած չեն կարող տեղափոխեն։ Իսկ ակնհայտ է, որ ուղղակի Հայկական տնտեսության դեմ ինչ որ քայլեր են, ինչ որ մարդիկ խոսում են նաև, որ Սամվել Կարապետյանն է միջամտել, որ այդպիսի բան արվի։ Հա, բայց հիմա չգիտենք ինչքանով է, բայց համենայն դեպս դա շատ վտանգավոր իրավիճակում է մեզ դնում։ Բայց եթե մի քիչ ավելի կոշտացնեն վրացիները, Իրանն էլ փակ է։ Դա Թուրքիան միակ տարբերակն է մնում այդ կոմունիկացիան, բայց դա էլ ուզենք թե չուզենք, այս ամբողջ ժամանակահատվածը ցույց է տվել, որ դա կապված է հայ-ադրբեջանականի հետ։ Հայ-ադրբեջանականն էլ Ադրբեջան շարունակում իր նախապայմանները, նորից խաղաղության համար ադրբեջանցիների վերադարձ եւ այլն եւ այլն։ Դե հիմա տեսնենք, այս ամեն ինչը վատ է նաև նրանով, որ ակնհայտորեն Ադրբեջանի աշխարհակահաղական քշիռը որոշակիորեն աճում է արևմուտքի աչքերում գոնե։ Ճիշտ է, նաև ռիսկերն ու սպառնալիքներն են աճում Ադրբեջանի, որտեվ անհասկանալի է թե Իրանը ինչ քայլերի կարող է դիմել։ Այնտեղ արդեն բաց տեքստով մամուլում գրվում է, որ Ադրբեջանը մեղսակից է, Ադրբեջանը Իսրայելի դաշնակիցն է եւ այլն եւ այլն։ Հիմա դրա հաջորդ քայլը արդյոք ինչ կլինի Իրանի կողմից, չգիտենք։ Չեմ էլ ասում, որ մենք շատ շահագրգռված ենք, որ Իրանը հարվածի Ադրբեջանին, որտեվ սա աշխարհով կլցվեն Ադրբեջանին պաշտպանելու, հա, մեզ պետքա դա, էլ չեմ ասում, ինչ զենքի մատակարարումներ կլինեն եւ այլն եւ այլն։ Նույն Իսրայելի ավիացիան արդեն Ադրբեջանից կսկսի հարվածել Իրանին եւ պետք չի դա Հայաստանն էլ, Իրանն էլ պետք չի դեպ ասեմ։ Բայց ամենայն դեպս դրան ինչ որ ձևով պետք է հակակշռել։ Այդ հակակշռում կարող լինի նաեւ ավելի սերտ կապերի զարգացումը արևմուտքի հետ Հայաստանի կողմից։
որը դանդաղ է արվում։ Իդեպ Նիկոլ Փաշինյանի այս վերջի գործողությունները այդ ծիրում էլ է պետք դիտարկել, որ մենք ավելի աշխուժ սկսենք անջատվել Ռուսաստանից, անկախանալ Ռուսաստանից եւ Ռուսաստան լծակները մեր ինքնիշխանությունը սեղմելու ոչնչացնենք, փչացնենք։ Մեկ հարցելու ավարտենք Սյունիքի մեղրի մասով սպային վտանգ տեսնում եք։ Նիկոլ Փաշինյանը ինքն էլ հայտարարեց, որ այդ հայտարարությունները Սյունիքի նկատմամբ վտանգի մասին եւ այլն գնահատեց որպես սադրիչ, անորոշություն սերմանող, հասարակության տրամադրությունների վրա ազդող բան եւ այլն։ Երբ որ Իսրայելը Իրանին հարվածեց, մի քանի ժամ հետո հենց իմացա այդ լուրը, ես գրառում արեցի Facebook-ում եւ վերջում հենց դա եմ գրել, որ չեմ տեսնում, որ Ադրբեջանը սա կարող է օգտագործել կամ կօգտագործի Հայաստանի դեմ, ինչ որ Սյունիքի դեմ։ Հակառակը, հիմա ավելի զսպված է ինքը, որտեղ էլ եմ ասում, ավելի մեծ վտանգ կա։ Հիմա ես ասում եմ, չգիտենք Իրանը հաջորդ քայլով ինչ կանի Ադրբեջանի դեմ, բայց եթե առիթ տա Ադրբեջանը, այդ հաջորդ քայլը ավելի հավանական կարող է լինի եւ այս դեպքում արևմուտքի համար ավելի դժվար կլինի աջակցել։ Այսինքն աջակցի Ադրբեջանին ագրեսիայի մեջ, ինչա թե Իրանին ասում են մի միջամտի, հարցեր է առաջանում։ Այնպես որ չեմ կարծում, հիմա ավելի անպատեհ պահ է, քան եթե այս Իրանի հետ կապված խնդիրները չլներ։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հետևենք իրադարձությունների զարգացումներին, սա Ազատ զրույցներ Free News-ի եթերում ես զրուցում էի վերլուծաբան Ազատ քաղաքացի կազմակերպության նախագահ Հովսեփ Խոշոդյանի հետ կհանդիպենք։